պարոն Արզումանյանը արդեն հայտնի է դարձել, որ պատանի հանդիսատես թատրոնի տնօրենին հեռացնում են իր պաշտոնից։ Կխնդրեմ ձեր մեկնաբանությունը եւ նաեւ ասուլիսին ներկա գտնվեցիք, ինչպես կգնահատեք այս իրավիճակը։ Իրավիճակը մի քանի օր առաջ իմացա եւ գնահատել եմ, տվել եմ գնահատականը, որ դա սովորական արդեն դարձած քաղաքական արշավ է տարբեր մշակութային օջախների հանդեպ, վառ օրինակը հենց մեր Գոյ թատրոնի օրինակը բոլորի համար երևի թե արդեն իսկ պարզ է ինչ որ ահազանգել ենք, ասել ենք դրա մասին խոսել ենք։ Իսկ ինչ վերաբերվում է Էմին Թորոսյանի աշխատանքից ազատելու պատճառաբանությանը ես կուզեի անդրադառնալ, նույն այդ հրավիրատոմսերը պատրվակ բռնելով, որ մարդուն աշխատանքից ազատում է, սա շատ ծիծաղելի, իսկապես շատ ծիծաղելի է, բայց ձեռագիրը կարծես թե նույնն է, համեմատելով, որովհետև ինչ խոսում էին այսօր այս մամուլի ասուլիսում, ես հետևում էի, բառեր կար ու պատճառաբանություններ կար, նույնիսկ նախաբանը հենց այդ աուդիտի երևույթը, որ 2 ամիս առաջ ուղարկել են աուդիտ, որից հետո որոշում են կայացրել, նույն ձեռագրով եղել է Գոյ թատրոնի հետ։ 2 ամիս առաջ ուղարկել էին աուդիտ, ոչինչ չգտան, նորից գտան ինչ-որ մի հատ տենց ծիծաղելի ինչ-որ պատճառաբանություններ, որի պատճառով Գոյ թատրոնը ուզեցին միացնել Սունդուկյան թատրոնին, հետո աշխատանքից ազատեցին տնօրենին։ Հիմա եթե արանքից հանում ենք այստեղ միացման վիճակը, հա, 2 թատրոնի, երևի այստեղ մի քիչ ձեռագիրն են փոխել, սկզբից ուզում են հանեն տնօրենին, ով վստահաբար դեմ կգնար միացմանը, հա, հիմա հակառակ տեղերը փոխել են, հա, այսպես ասած, քայլերի հերթականությունն են փոխել, հիմա երևի թե տնօրենին են հանում, նշանակելով ինչ-որ ոմն ինչ-որ մի անձնավորությանը, ով կկատարի այն ամենը, ինչը որ կա իրական ծրագրում, այսինքն իրենց ծրագրում ինչ կա, թե իրենց ծրագրում ինչ կա, բոլորս էլ գիտենք ինչ կա, խոսքը այստեղ մշակույթի օջախների փակման, փլուզման, ոչնչացման իրավիճակն է, որը որ ես ավելի քան վստահ եմ, տեսեք, այս նույն շենքում կա եւս մանկապատանեկան այլ խմբակներ, հա։ Հիմա այս նույն շենքում գործում է պատանի հանդիսատեսը եւ կան այդ խմբակները։ Գոյ թատրոնը մի շենքում էր եւ կար Սունդուկյան թատրոն։ Այս մասին ես դրեմ բազմակետ, դուք փորձեք արդեն ձեր երևակայությունը ուր կտանի, փորձեք այդ զուգահեռները տանել ու մտածել այստեղ ինչ կարելի անել այս շենքի հետ։ Եվս մեկ անգամ հորդորեմ իմ գոլեգաներին մյուս թատրոններում գտնվող, որ չտարանջատեն թատրոնները, այսինքն չսարքենք խրամատներ, հա, սա յուրաքանչյուրս մեր թատրոնը չպաշտպանենք, պաշտպանենք մեր մշակույթը։ Այսօր պետք է պաշտպանել, այո, կարիք ունի պաշտպանելու մեր այս դիրքը, պատանի հանդիսատեսի թատրոնը, ու այո, բոլորով պետք է պաշտպանենք մեր թատրոնը։